թանկ ապրանքի, թանկ արտադրանքի բրենդի հետևում միշտ կանգնած է հարուստ արտադրող։ Հələ մտածեք, տենց է, չէ՞։ Հələ մի հատ է մտածեք, տենց է, որ կամ տենց պիտի լինի։ Այսօր ուզում եմ խոսանք մի շատ հետաքրքիր արդի կարծրատիպի մասին։ Մենք ենթագիտակցորեն միշտ մտածում ենք, եթե ապրանքը թանկ է, պրեմիում է, բրենդային է, ուրեմն այդ արտադրող ընկերությունը շատ հարուստ ընկերություն է։ Ասենք ոնց կարող թանկ ապրանք արտադրի ու միլիարդներ չունենա։ Բայց արդյոք մենակ շատ փող ունենալու պարագայում կարելի է արտադրել թանկ ապրանք։ Արդյոք լավ ապրանքը շուկան չի գնահատի առանց աննորմալ հսկայական մարքեթինգային ծախսերի, կամ արդյոք մարդիկ պատրաստ են ավելի շատ վճարել մարքեթինգի, ոչ թե ապրանքի որակի համար։ Իրականում մեծ մարքեթինգային բյուջեները առանց լավ որակի ապրանքի շատ կարճ կյանք ունեն, որովհետև շուկան ու բիզնեսը չեն ներում չհիմնավորված ծախսերը։ Երբեմն թանկ ապրանքի հետևում ոչ թե ամենահարուստ, այլ ամենահամար մարդիկ են։